Ողջույն բոլորին, սա Drive News-ն է, ես Տոշն եմ, ինչպես տեսնում եք։ Այսօր շատ հետաքրքիր հաղորդում ունենք ձեր համար պատրաստում ենք Chevrolet Camaro։ Սենց որ նայում ես, սովորական Chevrolet Camaro շատերի համար։ Բայց այն ամերիկական այդ muscle car-երի սիրահարները կարծում եմ լավ կտարբերեն այս մեքենան սովորական գործարանային բազային Camaro-ից։ Սա ZL1 տարբերակն է ու 2015-ի սերնդի ամենահզոր տարբերակն է։ Բայց մի հատ մեծ բայց կա։ Եթե այս մեքենան գործարանային տարբերակում գալիս է 585 կարծեմ զիաուժ հզորությամբ, ապա այս մեքենան եկել է Հայաստան Իրաքից, մեր Իրաքահայ բարեկամն է բերել ու բավականին լուրջ փոփոխություններ ա արվել այստեղ կապոտի տակ ու այս 6.2 supercharge շարժիչից կարողացել են ստանալ 900-ից ավել ձիաուժ։ Պատկերացնում եք 900-ից ավել ձիաուժ հետևի քաշող անիվների վրա։ Հիմա ես մի հատ կապոտը ձեզ բացեմ ցույց տամ։ 2.6 6.2 նույնի հակառակ է էլի։ Ընդհանրապես մի 3 անգամ ավել։ 6.2 supercharge-ով, նույն ինքը կոմպրեսոր, ու այստեղ էլի բավականին շատ փոփոխություններ են արված, օրինակ փոխված է կոմպրեսորի այս շկիֆ են ասում, հայերեն ոչ ոք չգիտի ոնց են ասում հայերեն, շկիֆն է փոխված, մեքենայի ներսը այդ ներածման Ռասպրեդվալ, այդպես են ասում, էլի ռուսերեն, մեքենայի մասերը Հայաստանում միայն ռուսերեն են օգտագործվում բնականաբար, ու իրոք շատ մեծ աշխատանք է արված, այստեղ կա նույնիսկ ազոտ, շատերդ կհիշեք, ասենք Need for Speed խաղից, այն որ sense կոճակ կար, սեղ մեր մեքենան արագ էր գնում, ավելի, այդ ազոտն է տեղադրված, այստեղ փոխված է ինտերկուլեր բան, մի խոսքով ամեն ինչ փոխած է, որ այդ հզորությանը կարողանան հասնեն։ Բեռնախցիկ։ Քանի որ մի քիչ մեքենան արագ է, բնականաբար այս մեքենայի մեջ չէր կարող չլինել այս պաշտպանիչ սաղավարտը, խնդրեմ, երկար սպասված ազոտի բալոնը, այստեղ կա հատուկ բակ, բենզաբակ, այսպիսի փոքրիկ, սա նախատեսված է մրցումների համար, որովհետև այս բակի մեջ լցվում է միայն մեծ մահկանացուներից ոչ հասանելի C16 բենզին, Եթե կան մարդիկ, ովքեր, չգիտեմ, արտաքինից մի քիչ դժվար են տարբերում կամ չեն տարբերում սովորական Camaro-ն, SS-ը ու ZL1-ը միմյանցից, գոնե ճանապարհներին հաստատ կարող եք ZL1-ը տարբերել այս ձայնից։ Այս ոնց որ մեր հրապարակի համերգները լինեն ստեղ։ Պատկերացրեցիք, չէ՞։ Շնորհակալություն։ Եթե այսենց հանգիստ տարբերակում գոնե այսպես իրար հետ շփվել լինում, ճիշտ է, մի քիչ բարձր եմ խոսում, բայց օրինակ գազը սեղմել։ Մոտավորապես, սիրտս, մոտավորապես պատկերացրեցիք, չէ՞ ինչա։ Հələ մի հատ էլ։ Ու այս ձենը բնականաբար երբեք ոչ ոք չի կարող, ասենք, ճանապարհներին, չգիտեմ, խառնել, ասենք, Opel Vectra-ի հետ, չէ՞։ Անկախ տեսքից, անկախ ամեն ինչից, չնայած որ ամերիկական այս նոր մեքենաները, նոր չի ընդհանրապես muscle car-երը միշտ եղել են շատ-շատերի կողմից սիրված ու մինչև այսօր ունեն մի հսկայական բանակ այդ սիրահարների, բացի այդ արտաքինից, որը sense առանձնանում է բոլոր մեքենաներից, V8-ը, ամերիկյան մանավանդ V8-ը միշտ առանձնանում է իր ձայնով։ Ամերիկյան V8-ի նման ձայն ոչ մի V8 չունի։ Ոչ ոք չի կարողանում ստանալ, չգիտեմ, սրանք այլանդակի մեկն են ու sense գնում են sense բոլոր կանոններին հակառակ, բոլոր օրենքներին ու կարծում եմ իրանք կողմնակի են այդ գլոբալ տաքացմանը, իրանք նպաստում են գլոբալ տաքացմանը։ Պատկերացնում եք, այս արտանետումների քանակը, Բայց դե բնականաբար բոլորս էլ կուզեինք նպաստել, որովհետև բոլորս էլ կուզենայինք ունենալ նման վատ մեքենա։ Մի խոսքով գնացինք տեսնենք ճանապարհներին ընդհանրապես Հայաստանում ինչ կարելի է անել այս մեքենայով։
Դու արի։ Մոտավորապես 900 ձիաուժ ունեցող մեքենանը մենք չէինք կարող բնակարար մի քիչ անիվները չփչացնել։ Հիմա կգնանք հանգիստ քշելու, որովհետև այս նույն բանը ես պետք է ճանապարհներին անեի ստիպված։ Գտնվում ենք աշխարհի ամենավատ ավտոյի սրահի մեջ, բայց ինչի աշխարհի ամենավատ, որովհետև ստեղ կապոտի տակ, իհարկե տիրոջ ասելով էլի, հա, մենք էլ հավատում ենք, դարձել է մոտավորապես 900 պլյուս, սենց ասեմ, 900-ից ավել, 900-ի ու 1000-ի արանքում մոտավորապես, այդքան ձիաուժը հիմա այնտեղ բլբլում, բնական է, շատ եմ ուզում սենց մի հատ միջև վերջ սխմեմ գազը, բայց սիրտս կանգնում է, ոչինչ, բայց ամեն ինչ իր հերթին, պետք է մի քիչ սովորենք այս մեքենային, ինքը մեզ պետք է սովորի, սովորում ես մեզ, լավ, սրահը, ընդհանրապես մի քիչ հին ամերիկական մեքենաների սրահները բավականին տխուր են, որովհետև շատ անիմաստ էր ամեն ինչ, շատ քառակուսի, առանց ոճի, առանց շունչ չկար մեջ, այն որ սենց նստում էիր, քառակուսի ամեն ինչ, տգեղ ներսից, ոչ հաճելի, ու մի խոսքով շատ անկապ սրահ ունեցող ավտոներ են, հիները, բայց ամերիկացիները ապրեն, որովհետև ժամանակի ընթացքում, մանավանդ այս վերջի արդեն արտադրությունները, բավականին լավն են շատ բաներում, ինչ-որ դիզայն կա, ինչ-որ նորավոճ բաներ կան, մի խոսքով կա, լավ բաներ կան արդեն նոր մեքենաների մեջ, հարմար նստատեղեր ու ամենակարևորը, այն, որ բոլոր մանավանդ 2010 թվականից հին արտադրության ամերիկյան այդ muscle car-երը տառապում էին բոլոր մեքենաները, այդ բնականաբար կառավարելիությունն էր։ Եթե ունեիր դու muscle car, ամերիկյան, դու պետք է գնայիր մենակ ուղիղ, որովհետև ձախ երկարը։ Ճիշտ է 2015 թվականի արտադրության մեքենա, բայց վարած ընդամենը 27000 մի քիչ կիլոմետր, այսինքն բավականին քիչ է վարած, բայց ես ուզում եմ հասկանամ, քանի որ թե մաշվել է, թե ինչ է եղել չեմ հասկանում, ղեկի ալկանտարան, եթե այստեղ ալկանտարա է եղել, դարձել է ինչ-որ տարօրինակ կաշի, որովհետև չէ, երևի ալկանտարա է եղել, ալկանտարա է, հեսա արդեն հատիկներն էլ դուրս են գալիս, ինչը պետքան էլ լավ չի, որովհետև դաստորեն 27000 ընդամենը կիլոմետր քշելու դեպքում ղեկի ալկանտարան սենց վատ վիճակում է լինում։ Ինչը չես ասի օրինակ նստարանների ալկանտարայի մասին, որը էլի կարար շատ շուտ շարքից դուրս գար, բայց չէ, նստարաններինը բավականին լավ վիճակում է, այստեղ ղեկն է, կամ ուղղակի ինչ-որ պետք է լվանալ։ Այստեղ դե չեն մոռացել էժան պլաստիկի մասին, բնականաբար, ամերիկացիները, որովհետև իրանք սիրում են լիքը էժան բաներ, օրինակ պլաստիկ սրահում։ Դեպ ասեմ, որ մեքենան բավականին մաչելի է,
նես չի, որ ZL1-ը ուրեմն շատ թանկ է։ Ուղղակի ZL1-ի հետաքրքրությունը նրա մեջ է, որ ինքը բավականին հետաքրքիր մեքենա է մեկ, երկրորդը բավականին քիչ արտադրված է, այսինքն հաճախ հանդիպող չի, նույնիսկ Ամերիկայում կամ Ռուսաստանում այնպես չի, որ սենց լիքն են այս ZL1-երը, էլի, Կամարոները ու SS-ները լիքն են այնքան, ինչքան ուզես, բայց ZL1-երը չէ։ Այս տարբերակը, որ մենք հիմա փորձարկում ենք, ոչ բոլոր տեղերում կարելի է տեսնել, ոչ բոլոր երկրներում ու քաղաքներում։ Այս մեքենան եկել է այստեղ Իրաքից ու ինքը պատրաստվել է հատուկ մրցումների համար։ Դրա համար հզորությունը հասցվել է մինչև 900 եսիմ ինչքան ձիավուժ։ Այստեղ կա այսպիսի մի հետաքրքիր, ինչ ասեմ, կոճակ, որը կամ կատապուլտա է, ասենք սխվում ես, տանիքը պոկվում է դուրս ես թռնում, կամ ասենք ինչ կարա լինի, ըստ ձեզ ինչ կարա լինի, հոպ, չգիտեմ, մի խոսքով, ազոտի կոճակն է, բոլոր մեքենա սիրողները գիտեն, թե ինչ է իրեն ես ներկայացնում ազոտը, իսկ ով չգիտի, ասեմ, ազոտը դա մի այսպիսի գազի բալոնի նման բալոն է, որի մեջ լցվում է հենց այդ ազոտը, ջրիկ ազոտը, հեղուկ, այս կոճակը սեղմելու դեպքում, այսինքն սեղմում ես, այդ հեղուկ ազոտը, շատ սառը ազոտը, դե շատ սառը նյութ է։ Շատ սառը վիճակում գալիս է մտնում է մեքենայի շարժիչ, սառացնում է եւ բենզինը եւ ներածվող օդը եւ տալիս է մի ահռելի հզորություն մեքենային այդ պահին։ Այդ սեղմելու պահին լավ է, ամեն ինչ շատ լավ է։ Դեռ չենք սեղմի։ Հույս ունեմ պետք չի գա սեղմելու։ Այստեղ բնականաբար կա մուլտիմեդիա համակարգ, որը չեմ էլ ուզում բզբզեմ, չեմ էլ ուզում տեսնեմ մեջը ինչ կա, որովհետև հաստատ հետաքրքիր բան չկա, որովհետև ամերիկացի կինն է, ու այս մեքենան հաստատ, չգիտեմ, մուլտիմեդիայի մեջ բզբզալու համար չի, էլի։ Ասենք կարար չլիներ, նույնիսկ այս բարձրախոսներ կարային չլինեին ու ընդհանրապես երաժշտություն կարայր այս մեքենայի մեջ չլսեիր, որովհետև այս մեքենայի երաժշտությունը իր խլացուցչի ձայնն է։ Ու եթե ուզում եք մոտավորապես պատկերացնեք ինչի մասին եմ ասում, նայեք։ Լսվում է։ Ուղղակի ես քաղաքում ներվայնանում ես, էլի բնականաբար ես մեքենան վարես, որովհետև այս ինչա տեղ չկա վարելու։ Լուրջ սենց էմոցիաներ այնքան շատ է տալի ես մեքենան, ու ասեմ, որ վարելուց, այսինքն ղեկը շարժելուց, կորել է արդեն այն ամերիկյանի անկառավարելիությունը, որ միշտ ունեցել է մի քիչ առաջ ինչի մասին որ ասեցի, այս մեքենան էլ առանձնապես անկառավարելի չի։ Բայց այստեղ կա մի փոխանցումատուփ ավտոմատ 6 աստիճան, դեռ ինչ-որ սպորտային ռեժիմներ չեմ փորձել, ոչ մի բան չեմ միացրել, ոչ մի բան չեմ անջատել, պարզապես իր ստանդարտ ռեժիմներով եմ հիմա վարում, ու այս ռեժիմում համենայն դեպս շատ դանդալոշ փոխանցումատուփ է, հեսա կփորձենք նույնիսկ ինչ-որ սպորտ ռեժիմում վարել, կարող է ինչ-որ փոփոխություն տա, այսինքն արագանան փոխարկումները, բայց հիմա այն սովորական
նույնիսկ Mercedes-ի այն 2005 թվականի Mercedes-ի ավտոմատ փոխանցումատուփ հիշում եք, ինչ դանդաղ, ինչ ցենց մի խոսքով։ Բնականաբար լինում է նաև մեխանիկական տարբերակը, էլի 6 աստիճան մեխանիկական փոխանցումատուփ, մնացած առումներով մեքենան, երբ նստած ես մեջը, չհաշված այս թույն ռեյկարո նստարանները, որոնք էլի օպցիա են, ոչ բոլոր ZL1-երի մեջ է գալիս, ալկանտարայով, բանով, կաշվով, սենց գեղեցիկ ամեն ինչ, չհաշված այդ նստարանները ու չհաշված ալկանտարի ղեկը ու փոխանցումատուփի բռնակը, երբեք չես հասկանա, որ նստած ես ինչ-որ սպորտային մեքենայի մեջ, ասենք ոչ մի բանը քեզ չի տրամադրում, էլի այդ սպորտայնության տեսադաշտը, ինչպես եւ հին տարբերակում, ինչպես եւ բոլոր կամարոների մեջ զրոյական, բայց մենակ այն միտքը, որ դու նստած ես ZL1-ի ղեկին ու այս մեր պարագայում ոչ թե ինչ-որ սովորական ZL1, այլ ես իմ քանի 100 ձիաուժանոց ZL1 նյուտոնմետրի մասին ընդհանրապես չեմ էլ հարցրել, ընդհանրապես չի էլ հետաքրքրում, հա, քեզ ստիպում է, որ դու հաճույքից սատկես, ու դա ես ձենի մասին էլ չեմ ասում, հիմա փոխենք մանուալ ռեժիմ, որ կարողանանք ձեռքով փոխարկումներ կատարել, այստեղ ղեկի հետևում կան փոխարկիչներ, սելեկտորներ։ Չէ, բայց ասեմ շատ դանդաղ չի փոխանցումատուփը։ Իմ սկզբից թվաց, որ դանդաղ է, բայց դանդաղ չի։ Այ ես նման մեքենաների ղեկին նստելիս նոր սկսում եմ երազել Հայաստանում մի հատ մրցուղու մասին, թեկուզ փոքր, թեկուզ սենց մի կիլոմետրանոց, սենց փոքր մի կիլոմետրանոց մրցուղի, որ աշխարհում տենց բան չկա, տենց փոքր, բայց մեկա, ոչինչ, թող լինի գոնե, որ կարողանաս մտնես նման մեքենաներով, մտնես մի քիչ հաճույք ստանաս, վայելես, փորձարկես, մարդիկ ովքեր ունեն այս մեքենաները քաղաքում Քաղաքում չանեն իրենց խուլիգանությունը, այս մեքենայի մասին չի խոսքի էլի ընդհանրապես բոլոր սպորտային մեքենաների, այլ գնան համապատասխան մրցուղիներ, մի խոսքով։ Սարքեք մեկդ էլի, աղբոր պես։ Supercharges կամպրեսորների ձայնը մենակ, ամեն ինչ արժի լուրջ եմ ասում, շատ մարդիկ կան, որ չեն սիրում, ասում են, ոնց որ խոզի նվնվոցը լի, բայց հենց այդ խոզի նվնվոցն է, որ սենց քեզ վերցնա տալիս է կոլերով։ Լուրջ, ամենայն վերջությամբ եմ ասում, շատ վտանգավոր մեքենա է։ Ուղղակի բախտներս բերել է, որ ստեղ մի քիչ ավելի նոր մոդելն է Կամարոյի, որտեղ կառավարելիությունը մի քիչ շտկած է, էլի, մի քիչ չէ, բավականին լավ համեմատածին տարբերակների։ Բայց մեկ է դե մեքենան շատ ծանր է, ու ինչ էլ ուզում է լինի, ինչքան էլ լավ լինի, մեկ այդ ծանրությունը դու զգում ես, ու մեկ այդ մի քիչ անկառավարելի այդ զգացողությունը մեկը կա։ Այս շատ հանգիստ է պետք վարել, էլի։ Այսպիսի հետաքրքիր օրինակ այս գեղեցիկ ZL1-ի հետ միասին ես շատ
շատ հույս ունեմ, որ հայերը մի օր սենց իրանց հավեսել կտավ այս գեղեցիկ նույն ավտոներ կառնեն ու կբերեն Հայաստան։ Այսքաններ ձեր այդ Drive News-ներ, ձեր այդ տոշներ գնացինք։ Շատ շոկ է։ Ջրի ձեներ են գալիս։ Ապեր ոնց է, շատ կա, հələ։ Չէ։ Ասա չէ, հեսա վերջացնում են։ Լավ տղա։ Էս ինչ խուճուճ է, ամեն ինչ շատ խառը տեղեր է։ Արման! 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 Ա, խորներ, լավ կթա։ Շնորհակալություն։ Հա, իդեպ մեր մոյշիկն է։ Գազը գազ կա մեջ, հա, ոնց որ։ Եթանք զապրավկի։ Սենց գոնե հələ մի քիչ իրար լսում ենք, չէ՞, ասենք սենց որ բարձր խոսում եմ, լսում ենք։ Բայց որ հանգարտ սխմի գազը։ Շնորհակալություն վարպետ։ Հա։ Շատ բազմաֆունկցիոնալ աշխատող ունենք։ Համ մեքենան է շատ լավ լվանում, համ պետք եղած վաղտ նստում է մեքենան, գազը սեղմում է, բայց իջնում է, ուրիշ բան չի անում։ Որովհետև դե մեծ դուսուս։ Որովհետև Չէ, սենց հեչ լավ չդարավ, ավելի վատ դարավ։ Կամպրեսորի այդ ռեմենի, ոնց է շկիֆը հայերեն, շկիֆ, չգիտեմ հայերեն տարբերակ չունի երևի, կունենա, բայց այդ լեզվի տեսչությունից հետո կճշտենք։